Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, Facebook-յան իմ ընկերներ, մի փոքր սպասենք, թող հավաքվեն ժողովուրդը, ձեզ ասելիք ունեմ, ասեմ, թե այս օրի ընթացքում ինչի չէի մտնում էֆիր, այսը համբերենք, թող հավաքվեն։ Ուրեմն լավ, ինչքան որ հավաքվեցին, ով էլ չէ, վիդեոն կտեսնի։ Ուրեմն այս օրի ընթացքում զբաղված էի պարզաբանումներ անելով, էլի գնալով դատախազություն, քննչական կոմիտե, միջնորդություն էի ներկայացրել դատաբժշկական եզրակացության համար, վարույթի մասով, որը նախաձեռնվել էր ապրիլի 23-ին, մինչ առեսօր քրեական հետապնդում չի հարուցվել կնոջս մասով, այսինքն իրենց պատճառաբանություններ, որ սպասենք դատաբժշկի եզրակացությանը, ուրեմն գնացել եմ դատաբժշկական փորձաքննության մոտավորապես 15 օր առաջ, պետք է 2-3 օրից պատրաստ լիներ եզրակացությունը, բայց չգիտես ինչի մոտավորապես 10-15 օր հետաձգվեց, ես 22:00-ին այսօր եթեր եմ մտնելու, ավելի մանրակրկիտ մասենք ասեմ, կոնկրետ օրի մասին, երբ եմ դատաբժշկական փորձաքննության գնացել ներկայացել եւ երբ եմ ստացել ուրեմն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Մասնավորապես եզրակացության մեջ գրված է, որ իմ ուշ ներկայանալու պատճառով չեն կարողացել ուրեմն դատաբժիշկը հաստատի, թե այդ տվյալ վերքը ժամկետային առումով երբ է եղել, այսինքն վաղեմության ժամկետը չի կարողացել հաստատի դատաբժիշկը, բայց այնտեղ մեխանիզմի մասով չի գրել, թե սուր կտրող, ծակող բութ գործիքի ներազդեցության հետևանքով կարող էր լինել, թե չէր կարող լինել։ Ուրեմն սա էլ է դիտավորյալ արած, սրա մասով էլ կխոսեմ, ուզում եմ ասեմ 15 օր եւս ձգձգեցին, որպեսզի հիմա ես նորից մի հատ էլ միջնորդություն անեմ, որ ես դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ համաձայն չեմ, խնդրում լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որ նորից մի 10-15 օր սենց ձգվի, մի խոսքով սենց տունտունիկ են խաղում։ Ուրեմն 22:00-ին ես կմտնեմ եթեր եւ ավելի մանրակրկիտ կխոսենք, արդեն փակագծերը կբացենք, հերիք լավ բոլեղավ։ Ուրեմն սա այս ով կա, ով ինչ անում է, այս բոզի տղեկը պետք է պատասխան տան։ Սրանք բոզի տղա են, բարոյական օրենքների զուրկ մարդկանց զավակներ են սրանք։ Սրանք խաղում են իմ էմոցիաների վրա, իմ զգացմունքների վրա։ Ուրեմն բռնվեք, բոզի տղեկ, սաղիթ մասկեն, ես պետք է տրակցնեմ, սաղիթ, հատ։ Սիրելի ժողովուրդ, 22:00-ին կմտնեմ եթեր եւ միևնույն ժամանակ հասարակական կազմակերպություն ենք հիմնում, այդ մասով էլ կխոսամ, որը կոչվում է հանուն արդարության, տղամարդկանց աջակցման, ուրեմն կենտրոն հասարակական կազմակերպությունը, այդ մասով 22:00-ին եւս ձեզ կհայտնեմ, ինչն է պատճառը, որ դրդվեցինք մենք մեր ընկերներով այդ կառույցը հիմնելու, որտեվ անարդարություն այս աստիճանի, սա արդեն լկտիության վերջն է։ Ուրեմն մինչ 22:00, սիրում եմ ձեզ բոլորիդ, առայժմ։